Հիմա Էսա մնացած բոլոր ինչ պրոբլեմ դուք հարց բացացիք, դրանք նորություն չէին իմ համար։ Ու այս աշխատանքներ, որ տանում ենք, իրականում ավելի շուտ ենք սկսել, քան փաստացի դուք պրոբլեմի եք հանդիպել, բնականաբար պրոբլեմ հանդիպելուց հետո ավելի կոնկրետ հանդիպումներ եք ունեցել, քննարկումներ կա, ավել բան չեմ կարող ասել, որովհետև եթե ես ասեմ, դա կվնասի ձեզ ինձ պետությանը, որովհետև եթե մենք ինչ-որ բան ենք խոսում, այդ խոսակցության մասին ինչ-որ բան ես հրապարակեմ, այդ եթե ես իմանայի դա կօգնի, կասեի, հաստատ չի օգնի, հաստատ չի օգնի։ Բայց դրական շարժ ունեք դուք։ Ժողովուրդ ջան, ես ասացի, որ դե հիմա աներեք ինձ հարցնում, եկեք ընենց արեք, թողեք ձեր հարցը կարելի եմ լուծեմ, ասում եմ ձեզնից շուտ եմ սկսել, կներեք, ժողովուրդ ջան, ձեզնից շուտ եմ սկսել զբաղվել, ձեզնից հավասար, չեմ ասում ավելի շատ, ձեզ հավասար մտահոգ եմ այդ հարցով, հավատացեք պրոբլեմները, որ դրանից կարան առաջանան, ավելի մեծ են, քան ձեր անձնական ամեն մեկի պրոբլեմն է, հիմա այս մասով ավել բան ասելը, գործին կխանգարի, ընդ որում, եթե ձեր դեպքում կխանգարի անձնական ընտանիքի եկամուտ աշխատանք եւ այլն, իմ դեպքում պետության հարցերին կխանգարի։ Հետևաբար թույլ տվեք, այսքանով սահմանափակվեմ, ավել բան չասեմ ձեզ։ Դրա փոխարեն այդպես չի։ Այդպես չի։ Ախր չէ, այդպես չի։ Չի լուծվել։ Ներողություն եմ խնդրում։ Լավ եք էլի։ Ռուսական կողմից դրական ազդակ կա թե չկա։ Պարոն Պապայան, ձեզ մեկնաբանություն։ Կա։ Լավ է, Ինչ է։ Ժողովուրդ, լուծումը Ղազախստանում չի։ Լուծումը Ղազախստանում չի, լուծումը Հայաստանում չի, լուծումը Ղրղստանում չի։ Չէ, ես այլ բան եմ հարցում, Ղազախստանում։ Իսկ ով է ասել, որ դե ժողովուրդ ջան, ասում եմ, ես էլ ասում եմ, որ կանոնը բոլորի հանդեպ է, եւ եթե ինչ-որ լուծում լինի, իմ կարծիքով բոլորի հանդեպ կլինի։ Ղազախստանի հետ նույն օրինակով լուծվի Ռուսաստանի հետ։ Իսկ այս պարագայում, եթե հիմա սենց իրավիճակ ունենք, կներեք, այս պարագայում սենց իրավիճակ ունենք, որ բեռնափոխադրում չեն կարողանում իրականացնենք, արարքների ու ֆիրմաների, չգիտեմ, արարքները չեն կարողանում քշեն, դեպորտն եղավ, ֆիրմաներն էլ մեքենաները կանգնած են։ Այս պարագայում ասում եք պետքա սպասենք։ Իսկ ինչ ուղղություն կտակ, ինչ խորհուրդ կտակ, ոնց վարվեն մարդիկ։ Այսինքն ֆիրմաները աշխատում են, հա, ԱԾՆ-ներն, ՍՊ-ներն, մարդիկ վարորդներն էլ իրենց աշխատատեղերը կորցրել են, ինչ անեն։ Այդ բեռնափոխադրումը ոնց իրականացնեն։ Առաջի հարցս դա է, պատասխանեք մի հատ։ Բոլոր հարցերի պատասխանը էս է։ Սպասենք։ Հա, սպասենք, որովհետև Իսկ եթե կներեք, էլի սպասում ենք, սպասում ենք անորոշ ժամանակ։ Ժորժ ջան, կներեք վերջացնեմ, էլի։ Անորոշ ժամանակահատվածով սպասում ենք հիմա։ Եթե ընթացք կա, մենք ընդունում ենք ձեր ասածը, եթե բարի ընթացք կա, դուս եկավ այդպես, որ բարի ընթացք կա։ Այս կացքը մի հատ բան ասել, թեման շատ հարցը կներեք, բայց կարևոր բան եմ ասում, կարևոր բան եմ ասում, քո հարցի հետ կապ ունի, կարևոր բան ունի, ես էլ ասեմ ու ձեր թույլտվությամբ գնամ, ժողովուրդ, պետք է հիմա, եկեք նայեք, հիմա հարցը գտնվում է, մենք որպես կառավարություն, ասում եմ, այդ պրոբլեմի խորության, դժվարության, բարդության մասին եւ հետևանքների մասին մեր պատկերացումները ամենայն հարգանքով կներեք, տղեկ։ Մի 100 անգամ ավելի շատ է, քան ամեն մեկը ձեր մասով գիտեք։ Սա մեկ։ Հիմա մի հատ բան ասեմ ու ատեմ։ Խոսում ենք այդ խոսակցության մեջ մի հատ կարևոր բան կա, այստեղ կավարտեմ։ Դրական ազդակից հարցրեցին, ասում եմ, կա դրական ազդակ։ Եկեք մնացածը թողեք գնանք աշխատենք։ Ես հասկանում եմ Խնդիրները առաջանում, օրինակ այս նույն մարդիկ բոլորը ստեղ այդ մեքենաները հա ձեռք են բերում վարկով։ Այդ նույն մեքենաները ծախսերը այդ հոգում են նաև վարկերով։ Հիմա անորոշ ժամանակ սպասում ենք։ Մի հատ խնդիր է գալու, առաջանալու են այդպես ոչ ոք չի կարողանալու այդ վարկը մուծել։ Այդ ժամանակ ինչ ենք անում։
ես քո Ասենք մենք խնդիրները պետության հարգում ենք, սպասում ենք ձեր գործողությունների, բայց խնդրում եմ մեր մասին մտածեք, հասկանաք այդ վարկը մենք 3 ամիս, 4 ամիս հետո որտեղից պետությունը ես ու դու ենք։ Ես հասկանում եմ, դուք հիմա մտածեք մեր մասին, մենք ձեր մասին մտածում ենք, մենք մեր մասին, բոլորիս մասին մտածում ենք։ Պետությունը ես ու Դե դու ենք։ խնդրում եմ, հիմա օգնեք այդ վարկերը հարցը ոնց է կարգավորվում։ Սարեսնեն վարկերը։ Ես էլ չեմ կարող հիմա խոսալ, որովհետև իմ այս Պահում եմ այդ հարցին էլ եկեք հիմա հրադառնանք, որովհետև 4 ամիս, 3 ամիս հետո այս նույն մարտիկ ու պլյուս ավելի շատ ձեռնարկատերեր, հա, այդ խնդրին առաջադառնում են։ ես հույս ունեմ, որ ավելի շուտ է լուծվելու այդ հարցը հիմա։ Բաղոր Կորված գծել են տեղ է դա, Ժողովուրդ ջան։ Հիմա մերը 3 ամիս է տևելու, թե 3 օր, թե 5 օր, իմանա ինչ է։ Չի այդպես չի լուծվել։ Բարո պապա։ Այդ իրանց պես չի լուծվել։ Ակցիաները շարունակվելու է, հա։ Մենք որ մեր ակցիան որովհետև անկեղծ մնաց։ Քո ակցիան անեիր չանեիր, նույն ջանքով, նույն էնտուզիազմով առավոտից իրիկուն նույն կերպ կպած էի լինելու ես հարցը լուծում։ Մի բան հաշվի արեք, որ ամեն վարկյան մարդու են դեպորտանում, ամեն րոպե էս պահին։ Ատամային նիստա։ Չէ, մեզանից մարդ գնում է մեր Մեր կառավարություն։ բոլոր նիստերին էլ գնացել է, խոսացվել է, մասնակցվել է։ Երկու չափի։ Մի բան ասեմ, ձեր թույլտվությամբ գնամ, էլի։ Ես, նայեք, չէ, հիմա սենց որ կանգնեմ, կարող է հարուժեմ խոսեմ։ Ճիշտ եք ասում։ Ես տեսել եմ դուք ստեղ կանգնած եք։ Հատուկ ես ոտով գնում, ոտով գալիս եմ։ Հատուկ եկել եմ։ Ստեղ չեմ եկել այնտեղով որտեղով ձերով գալիս եմ։ Ցամեք։ Այդ կողմով էլ եկել եմ, որտեղ խոստացել եմ ձեր հանդիպեին։ Հիմա մենք կարանք նստենք, ժողովուրդ ջան, 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ խոսանք, խնդրեմ չունեմ, բայց ավելի արդյունավետ է թողեք հիմա ես գնամ։ Այո, դուք այս հարցով զբաղվեմ։ Քան թե սրանից մենք ընդունում ենք դրան։ Մենք ուզում ենք ասել, որ սրանով մեր ակցիան չի եզրափակվում։ Ուրեմն դուք իրավունք ունեք։ ԵԱՏՄ-ի նիստից հետո 2 շաբթի նորից դրական պատասխան ենք ուզում լսենք գանգստեր։ 2 շաբթի։ Ձեզանից ինչ որ մի բան։ Չէ, մենք ուրեմն ճանապարհներից բռնած բերելու ենք կալապսի։ Հենց նորություն ունեցա։ Սահմաններից բերելու ենք կալապսի։ Ես ինչ, ես կոմունիկացիայի մասով բան չունեմ, ժողովուրդ, նորություն որ եղավ, լելու բոլոր աշխարհում իրակի է լինի, առավոտ լինի, երեկո լինի, ես ձեզ դրա մասին տեղյակ կպահեմ։ Մենք էլ ուզում ենք, որ կառավարությունն էլ իմանա, որ մենք այդ ամեն ինչը անելու ենք։ Կառավարությունը գիտի, ժողովուրդ ջան։ Չէ, որ այդ ամեն ինչը անելու ենք, ճանապարհների փակումներից բռնած։ Դու ժողովուրդ ջան, դուք այն ինչ որ օրենքով նախատեսված է, ես ոչ միայն խնդիր չկա, այլ նաև ես դրա ջատագովն եմ, պաշտպանում եմ։ Մենք դրանից չանք։ Այսինքն Մեծի չմեղավ։ Ամեն վարկյան մարդու են դեպորտանում, ամեն վարկյան։ Քայլեք կանեք, կհանձնարարեք, որպեսզի փորձակնություն իրականացնենք։ Ձեր հարցի հարցեաբերը սննդամթերքի կներեք մի խնդրեք ինձ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է։ Լավ մնացեք։ Պարոն Պապոյան։